Դուք Շուշիի ազատագրման մասնակիցներից եք։ Ինչ հիշողություններ ունեք օրվա հետ կապված եւ այսօրվա խորհրդին անդրադարձեք։ Այսօր օրը արժևորվում է հայ ազգի կողմից։ Հայ ազգի կողմից անշուշտ գիտեմ, որ արժևորվում է ու կարժևորվի այս օրը ազատագրման պայքարի փայլուներից է մեր ժողովրդի։ Եվ դա ինչպիսի վիճակում էլ հիմա մենք գտնվում ենք, միևնույն է պատմությունը չենք կարող վերափոխել, դա եղել է, դա փաստ է։ Այսօր ցավալի որ երա ճիշտ ասած զրկվել ենք այդ ցնցալի նշելու հնարավորությունից, բայց երաթոնը փաստ է, որը խորհուրդներ մեր միասնությունը պետք է նորից միասնություն, միայն միասնություն ու ցանկացած հարցում էլ հաղթանակը կամրագրվի, ցանկացած բնագավառում, դա լինի տնտեսական, դա լինի քաղաքական, դա լինի պատերազմական իրավիճակում, միայն թե միասնություն լինի։ 33 տարի առաջ այսօրը այս ժամերին ինչ իրավիճակ էր, ինչ եկամին, ինչ կա ձեր հիշողություններում մեր հետ։ Այսօր ամսի 9-ն է, մեկ օր առաջ ինտենսիվ մարտական գործողություններ էր առավոտից լուսաբացից ժամը 4-ի հրետանային համազարգից սկսած մինչև ուշ երեկո, երբ Շուշիի մատույցներում արդեն մեր զինվորները դիրքավորվել են ու չեն մտել Պարիսպից ներս։ Հաջորդ օրը առավոտ արդեն Շուշիում քիչ կենտ ստերից որոշ տեղերից կարագոցներ լսվում, բայց չկար ընդեղ, մեծ դիմադրություն չկար, մտանք Շուշի, այսպես էր։ Ինչ եղել ամսի 8-ին ա եղել, առավոտից մինչև իրիկուն, և վարկյան անգամ դադար չէր եղել կարագոցների, թե հրետանային, թե հրաձգային, թե ինքնաթիռի, թե ուղղաթիռի և մեր հարապանց հրամանատար կոմանդոսի ձենը բոլորի ակաժներին էր, տակ շունչը նա բոլորի հետ էր և ոգեշնչում էր, մեկը մյուսից ձգտում էր ավելի շատ աներ, ավելի լավ աներ, ավելի վերջացներ սկսած գործի միջև վերջացնել, տեղ հասցնել և դա կատարվեց, որտեղ մեծ ձգտում կար, որտեղ վերջակետ դնել էր պետք ամեն օրվա հենց սարսափին, որ կախված էր Շուշիից ներքև և Ստեփանակերտի և հարակից գյուղերի շրջանների վրա, օրական ռմբակոծություններից, օրական զոհերից ազատվելու համար։ Ասում են, երբ Վազգեն Սարգսյանը տեսել է գործողությունների պլանը, ռազմական բավականին հավակնոտ է համարել ու ասել է, եթե իսկապես հաջողեք, ես կամուսնանամ։ Ձեր մեջ կար հավատը, որ այդ գործողությունը, որը մշակվել էր, իսկապես կարող է հաջողության հասնել։ Սկզբնական շրջանում նախապատրաստական փուլեր կային, ես սովորական մի մարտիկ էի, թերահավատ էի, որտեղ իշխող բարձունք է, շատ դժվարությամբ, դժվար մատչելի, ճանապարհներ չկար, ձորեր, անդուն դախոր եւ ամենուր նրանց դիրքերն էր 4 կողմը, բայց երբ որ արդեն մենք զգացինք մեր հաջողությունները ոչ միայն այդտեղ, մինչև Շուշիի գրոհը, որոշ ուղղություններում, տարբեր ուղղություններում իմացանք մեր ոգին ավելի ուժեղ էր, քան հակառակորդինը, գիտենք, որ դա մերն է, մեր պատմական հողերն են։ Ես ինքս Շուշիի ծնունդ եմ, Շուշի եմ ծնվել։ Մեծ ձգտում կար, որպեսզի նորից տեսնեմ ազատագրված, գնամ իմ պապական օջախը, իմ պապական տունը, նորից վայելել։ Եվ բարձունքը, որը մեր ձեռքում էր, 28 տարուց ավելի, ձեր կարծիքով ինչու չհաջողվեց պահել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ամենից ծանր հարցն է, որ խոսեմ, չգիտեմ, չեմ կարողանում ասեմ, ինչ որ ասեմ, ոչ մի հաստատված փաստ չկա։ Տանուլ ենք տվել։ Մենք հավատացել ենք, որ
կարող ենք, բայց օր-օրի ոչ մի քայլ դիմադրությունը ցուցաբերելու համար կարծես թե չի արվում, ես չեմ տեսել դա։